Ուրեմն 37 տարի այս դոմիգի մեջ կապրինք, ոչ թե մենակ ես, մեջ թաղը, երեխա բերեցինք, մեծը ծավ, այդ երեխեն նշանինք, թոր ունեցանք, թորին է նշանեցինք, քանի սերունդ այս դոմիգների մեջ մեծը ծան։ Երևանը մեջ ղեկավարությունը շատ անտեսել է Գյումրի քաղաքը, թե փողոցները, թե շների հարցում, որ արդեն բարեկամ ենք։ Դուք էլ դեմքով գիտեք շների։ Հա, մեր շարիկն է, մեր աղջուկը ուշ գնաց, մեր շեգոն ուշ գնաց, լիքը շունեն։ Դաժե նույնիսկ շները մեծը ծան, ձագանին, այդ ձակերն է մեծը ծան, ձագանեցին, էլի դոմիգի մեջ են։ 37 տարի շատ դժվար է, մենակ 37 տարի սելը հեշտ չէ, 37 տարի տնագների մեջ ենք, 37 տարի քանի սերունդ մեջ տեքստիլի պանելները տեսան, երեխեքը, հետևանքները չի վերանա, որ մենք է երաշարժը մոռանանք, բայց էլի չենք մոռանա։ Իսկ ինչն է պատճառը, որ բնակարան չեն պատրաստում։ Մեր այս Սավոյան փողոցից, եթե ուղիղ իջնեք դեպի Ֆանտանի կողմը, չեմ սխալվի, Մանուշյան փողոցն է, իշքան բաց տարածքներ կան այդտեղ։ Հնարավոր չէ շենքեր կառուցել, դոմիգները գոնե քչնան։ Մուշ սարքեցին, 58 սարքեցին, մեր Մանուշյան փողոցը ինչ է եղել։ Հյուրանոց են Սեպա, հա, տարածքներ կվաճառեն, եթե այդ միայնակ մարդը տարածքը կառնի 3 ամսվա մեջ, շինությունը, հյուրանոցը կսարքի, բայց մեր ղեկավարությունը, մեր պետությունը 3 ամսվա մեջ չի կռնա շենք սարքի։ Շատ դժվար է, 37 տարի սելն է հեշտ։ Կյանքերիցս 37 տարի գնաց, բան չհասկացանք։ Հոգնել ենք, նույնիսկ հոգնել ենք։ 21-րդ դար է, պես կվառես, դոմիգի մեջ ես, հնարավոր չէ, տղաբրի նշանենք։ Հարսը, հմի որ հարսը դոմիգի մեջ կեշտա։ Չես կռնա նշան է։ Մեր թաղը ընդանուր ուտը բնագիճ է։ Բայց էլի գոյենք, փառկաս ուլիցը չենք։ Կռշկա կլխներից, մինչև տեսնի կիշկեղնք։ Թոշակնել է հերիք, դոմիգնել է հերիք, Գյումրեցին յոլա կեշտա։ Դիք մենք ենք սխալ, որ չենք բարձրաձայնե, չենք խոսա, միշտ լռել ենք, որտև թասիբով է եղել միշտ Գյումրեցին, ինքը աշխատել է, ապրել է, բայց պետությունն է շահագործել է, անտեսեգը, չեն ուզել դոմիգները վերածնեն, մաշտիկ քիչն շնորհքով ապրին։ Թոշակնել է հերիք ծերերին, դոմիգնել է ջահելներին հերիք, շատ լավ կյանք է, փառք Աստծո, նոր տարվան է կսպասենք, 12-ի զանգերը տա պրզնիկ։ Ունեք տրամադրություն։ Հա, շատ լավ տրամադրված ենք, շատ կարևորը առողջ ենք Գյումրեցին, երբ է փողոքավոր եղել, միշտ է քչին շատի գոյ է եղել։ Քանի անձով եք ապրում։ Մենք ապրում ենք 3 անձով, ես, ամուսինս, տղես։ Մի զավակ է։ Ժամանակ չկար, չէ՞, ջուր էս հատվածում։ Այս հատվածում ջուր չկա, միշտ դասից օրակ է եղել, ջուր ենք կրել։ Նոր սեպտեմբեր օգոստոսին ենք նոր ջուր քաշել։ Եղել է, բայց դասից օրակ ջուր ենք կրել։ 21-րդ դար է։ Բադ է, ջուր կկրենք, պես կվառենք։ Բայց Փաշինյանն ասում է փոխվել է մարդկանց կյանքի որակը, ավելի բարեկեցիկ են ապրում, քան նախկինում։ Նայած մարդու համար։ Կարող է իրանց համար է փոխվել լավ եղել։ Մենք նույն տեղում ենք։ Իսկ դիմում տվել եք տան համար։ Տան համար դիմում չենք տվել, որովհետև հույսեր չունենք, որովհետև պետությունը կսե բյուջեն փող չկա։ Դիմում գրեցինք սեփականաշնորհման համար,
Մե անցամբ մեզիս էցին 4-րդ գոդի է հնարավոր չէ սեպագանաշնորել 2009 թվականին դիմում եմ գրե ասինքն հնարավորություն չունենք տուն առնելու բայց բանեն ենք գոնե սեպագանաշնորենք մենք մեր ուժերով քիչ-քիչ սարքենք ասեցին իրավունք չունեք որտեվ 4-րդ գոդի է Երկրաշարժից հետո եք ստեղ տեղափոխվել հա ես հախս եմ ստեղ Մեր տնագը բաղկացած է մեկ սենյակից փոքր տնագ է դու համար է մի հատ երեխա ունենք հնարավոր չէ 2-3 հատ բերել մենակ հո բերելով չէ կարող ես ընդ հայ ազգը սերունդը շադնա բայց այդ երեխուն պայել է պետք մեր թակ սենա 3-6-ի վրա տոմիկ է հնարավոր է հնարավոր չէ այդ երեխեքը իրանց մանկությունից պիտի բան հասկանան սերունդը շադացնելով մենակ բեռը չգցեն կնիկ մարդկանց վրա գոնե պետությունն է պիտի մե բանովը աբահով է երեխեքը մեղ չեն ցույց կուտան պեշկերը ցուրտ ցեմենտների գերինքը քնին 7 հատ 8 հատ չէ ես այդպես երեխա չեմ կռնա պահել թող մի հատ մեղնի իշկանոր կռնանք